Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչպես բնորոշ է անդադ խեղաթյուրվում է հարցադրումները եւ փորձ է արվում, ինչպես արվեց սրանց առաջ, բաժակ նայել հարցադրումների ներքո եւ սուրճի բաժակ, ընդ որում այն դեպքում, երբ որ այդ բաժակի մեջ սուրճ էլ չկա։ Հիմա այս դեպքում ես եւս մեկ անգամ ուզում եմ փաստեմ, որ ակնհայտ է, այստեղից ելույթներ են ունենում մարդիկ, որոնք որ իսկապես համաձայնագիրը կամ չեն կարտացել, կամ առնվազն սահմանադրական դատարանի որոշմանը ծանոթ չեն, որտեղ ուղիղ սև ու սպիտակի վրա գրված է պարտավորությունները, որոնք Հայաստանը ստանձնում է, ոչ միայն ֆինանսական, նաև որոշումների կայացման, արձագանքման, եւ իմ հարցադրումը սրան էր վերաբերում։ Երկրորդը, անորոշության բարձր աստիճանը, հատկապես հայերեն տեքստում, իրավակիրառ պրակտիկայում բերելու է այսպիսի մեկնաբանությունների, երբ որ Արման Եղոյանը այստեղից ասում է, որ չկա այդպես պարտավորություն, Սոնա Ղազարյանը իր հերթին շարունակում է, լրացնում է եւ դրան գումարած, հա, մի հատ էլ այստեղից մունատ են գալիս, թե ինչի եք դուք դեմ որ պարլամենտը մասնակցի, հակառակը, մենք դա ենք ասում, իմ հարցը սա էր, ռազմական առաքելության ժամանակ Հայաստանի խորհրդարանը քննարկելու է այդ հարցերը, թե ոչ, պատասխանը կամ այոն է կամ ոչն է, երել եք սկսում եք այստեղից դասախոսություններ կարտալ, ես առաջարկում եմ ձեզ, մինչև ելույթ ունենալը, գոնե տեքստերին ծանոթացեք, այն ինչ որ կա, այն ինչ որ սահմանադրական դատարանը վերլուծել է, վերաշարադրել է պարտավորությունները եւ այլն, թե ֆինանսական, նորից եմ կրկնում, որտեղ նույնպես անորոշության բարձր աստիճան կա, եւ թե նաեւ քաղաքական եւ իրավական որոշումների առումով։ Սրա մասին է խոսքը։ Եվ այս անորոշությունը անընդհատ մի տարածեք հանրության մոտ։ Շնորհակալություն։